Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի կայանալիք ընտրություններին և վարչապետի թեկնածու է առաջադրել Սամվել Կարապետյանին։ Ձեր վերաբերմունքը։ Ճանաչում եմ Մոսկվայից է ճանաչում։ Շատ լավ է մարդ, ինչ։ Շատ լավ մարդ։ Կուզեք ինքը։ Հավը ժողովրդին տեղում մարդ։ Մոսկվայի մեջ։ Հա, իմացել եմ։ Հա, բայց իրան չեմ ճանաչել։ Տեսնի, Գաբրիել կտեսնի։ Ես իր համար մեր երկու օր առաջ տելևիզորով տեսա ու ժողովուրդը կողեն։ Իր համար խոսային։ Ում համար։ Սամվելի համար, Կարապետյանին, ես էլ եմ Կարապետյան։ Տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանը իր թիմով, իր կուսակցության գալիս է ընտրությունների։ Ձեր վերաբերմունքը սրա մասին։ Նորմալ է։ Լսել եք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին։ Տեղյակ չեմ, բայց ինքը լավ մարդ է, ես չգիտեմ, աղջիկս ամեն ինչ գիտե, ինքը ինտերնետ կպարաբի, անգլերեն կպարաբի, ինքը ամեն ինչ կսե, ես էլ գիտեմ, որ մաշինան լավը չէ։ Հետևում եք Սամվել Կարապետյանին, իր ծրագրերին ծանոթ եք։ Մարդասիրական ծրագրեր է, ինքը անձամբ մարդասիրական գործեր շատ է արել, միլիոնավոր դոլարների կարելի ասել, գովել է իր արաշկը։ Նա անկեղծ մարդ է, որովհետև որևէ բանի կարիք չունի, եւ ես հույս ունեմ, որ ժողովուրդը այնուամենայնիվ այլևս դե ինչ որ արեց, էլի իր գլխին է անելու ժողովուրդը, չես կարող ասել։ Կարող է եւ շատ ոգևորված են այս կոպեկներով, ես չգիտեմ։ Ժողովրդի բարգեթությունը կփոխվի Սամվել Կարապետյանի ծրագրի։ Գիտեք, ամենակարևորը ինքնության եւ ազգային անվտանգության խնդիրն է։ Այդ սոցիալականի վրա, որ հենց հիմնվում է, դա առնվազն դառնում է խայծ։ Ասում էին մութ ու ցուրտ տարիներ, բայց մութ ու ցուրտ տարիներին մենք հող ետ բերեցինք, երկիր ետ բերեցինք։ Այդպես չի կարելի մտածել, որ կարելի է պերաշկի ու կուկուրուզ ուտել ու երջանիկ լինել։ Այդպես չի լինում։